Սիրելի հայրենակիցներ, մի հուզիչ ու գեղեցիկ պատմության մասին եմ ուզում ձեզ այսօր պատմել, որը ինձ պատմել է ֆինանսների փոխնախարար պարոն Արմանը Պողոսյան։ Պարոն Պողոսյանը օրեր առաջ ներկա է եղել այդ դեպքին, տեսել է։ Դեպքը տեղի ունեցել Հանրապետություն փողոցում գտնվող դեղատներից մեկում։ Մեր սիրելի պապիկներից մեկը պոլիկլինիկայից ներկայացրել է դեղերի ցանկը, որ նշանակել են իրեն, եւ երբ որ ասել են, որ ամբողջ ծավալը 30,000 դրամ է, մեր սիրելի պապիկը ըստ էության չի իմացել ապահովագրության մասին եւ իր պլանավորածից էլ երևի թե շատ է եղել վճարած գումարը եւ փորձել է դեղերի մի մասը հետ վերադարձնել, սակայն դեղատան աշխատակիցը նշել է, որ հետ վերադարձնելու կարիք չկա, որովհետեւ պետությունը ամբողջությամբ վճարում է մեր սիրելի պապիկի փոխարեն դեղերի եւ պապիկը ասել է, իսկ հաջորդ անգամ էլ կարող եմ այդ նույն, եթե նշանակեն էլի ստանամ, նորից պատասխանել է, որ այո, հաջորդ անգամ էլ կարող է եւ այդտեղ մեր սիրելի պապիկը ով անակնկալի է եկել ուղղակի հուզվել է եւ այս պատմությունը պատմեմ նրա համար, որ այս պատմությունը մեզ ուժ է տալիս էլ ավելի լավ աշխատելու եւ այս նման պատմություններն են, որ մեզ հավատացնում են, որ մենք ինչ որ անում ենք ճիշտ ենք անում եւ ուզեցա այս պատմությամբ կիսվել ձեր հետ։ Շնորհակալ եմ բոլորիցդ։